դեռ վերջնական որոշում չկա, ճիշտ հասկացա, պետք է Մասնակցության մասով։ Չէ, փողոցային պայքար սկսելու պետք է դեռ հանրապետականը Ես երևի մի քիչ բան ասեցի, դա սահմանման մեջ է impeachment-ը, այդտեղ որոշելու բան չկա։ Միանշանակ որոշելու բան չի։ Առաջարկի ձևը, դրա քննարկումները եւ թե կոնկրետ ինչ առաջարկով ենք հանդես գալու դաշտին Լսեք գործադիրի մարմնից հետո, բայց այն, որ impeachment-ը հավասար է, նույնական է փողոցային պայքարին, այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Մենք Դավիթ Համբարձումյանի մոտեցումները Ես ներողություն եմ խնդրում Լուսինե ջան, բայց կարծում եմ, որ հանրապետական որևէ ներկայացուցիչ երբեք չի կարելի հարցնել դուք եք փողոց դուրս գալու թե ուրիշներ ավարտեմ Ի վերջո Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ է անոնսել, մի քանի օր առաջ է անոնսել impeachment-ի գործընթացի մասին ու հիմա դուք որ ասում եք չեք քննարկել, կներեք չենք հավատում որ չեք քննարկել, դուք քննարկել նորություն կլինի թե դուք ինչին եք հավատում, չեք հավատում, ինձ ճիշտ ասած առանձնապես չի հետաքրքրում, իսկ եթե չի հետաքրքրում, ուրեմն մի հարցրեք ինձ որևէ բան Ինչ վերաբերում է հանրապետականին հարցնել դուք եք փողոցում լինելու, թե ինչ որ մեկին եք փողոց ուղարկելու, ճշտեք թե քանի հանրապետականը երբևէ բերման ենթարկվել ակցիաների ժամանակ, քանի հանրապետականը հարցը այդպես չի հնչել, հարցը այդպես չի հնչել։ Հարցը հետո խմբագրվել է, թե ձեր հույսը մյուսներն են նաև։ Բանավեճը չի, որևէ հանրապետականին երբեք չի կարելի մեղադրել փողոցում չլինելու համար։ Եթե հարցը հնչեր, ես ասում եմ ձեր հույսը մենակ մեր հույսը Տեր Աստվածն է։ Պարոն Մամիջանյան, ինչ եք կարծում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եթե հանրապետականը մարդկանց կոչ անի դուրս գալ փողոց, մարդիկ դուրս կգան, թե ոչ։ Գիտեք, ես ձեր հարցի մի փոքր այլ կերպ պատասխանում չգիտեմ կգոհացնի ձեզ թե չէ։ Մինչև այսօր բոլոր անգամները, երբ հանրապետականի կուսակցականները եւ համակիրները դուրս են եկել փողոց ամենատարբեր ակցիաների ժամանակ, դա եղել է նախագահ Սարգսյանի կոչով։ Ես չասեցի, որ բավարար է եղել։ Ես ասեցի, որ մինչև այսօր երբ դուրս են եկել, եղել է նաեւ նախագահ Սարգսյանի կոչով։ Այդ ժամանակ ընտրություններին բավականին երկար ժամանակ էր մնում։ Մեկ տարի էր մնում։ Այո, եւ ես եւս մեկ անգամ ասում եմ, որ ոչ իրավական, ոչ քաղաքական տեսանկյունից impeachment-ի գործընթացը եւ ընտրությունների գործընթացը միմյանց չեն հակասում։ Հանկարծ որևէ մեկին չթվա, որ impeachment-ի գործընթացի այս փուլը ուղղված է որևէ մեկի կամ որևէ գործընթացի դեմ։ Սա ուղղված է հանուն Մի բան հստակեցնեմ, եթե մյուս ընդդիմադիր ուժերը համաձայն չեն կան ձեր օրակարգ, դուք այդուհանդերձ փողոց դուրս հայտարարեն նոր, հա? Ինչ անեմ։ Ալեն Սիմոնյանը դիմել է Սերժ Սարգսյանին, ասելով, որ նա հետ քաշվի քաղաքական դաշտից, քանի որ իր կողքիները երազում են դրա մասին, Արմեն Աշոտյանը եւ մյուսները։ Առաջին ուրեմն ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը պիտի լավ գիտակցի, որ իր քաղաքական եւ ոչ միայն կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին խորհուրդներ տալ դա մեկ։ Բայց այնուամենայնիվ մի քանի կետով պատասխանեմ։ Երկրորդ, այդ թվում նաեւ այդ կալիբրերի տարբերությունը կայանում է հետեւյալում։ Նախագահ Սարգսյանը այն պետական գործիչն է, ով ժամանակին հայտարարել էր, որ Աղդամը իր հայրենիքը չէ, բայց պահել էր Աղդամը։ Այդ ժամանակ որոշները վայնասուն էին բարձեցրել, բայց երբ որ իրանք իշխանությունն էին, իրենք հանձնեցին եւ Աղդամը, եւ Արցախը, եւ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից որոշակի հատվածներ։ Եվ վերջին կետը կապված Ալեն Սիմոնյանի հետ, չնայած ինքը համարյա ամեն հարցազրույցում, այդ թվում նաեւ ձեր նշած հարցազրույցում մեկ կամ մի քանի անգամ կրկնում է, որ ինքը ազգային ժողովի նախագահ, ամենայն հավանականությամբ որ մարդիկ դա ֆիքս են։ Բայց թող իր երազանքները մեծ չպրոյեկտի։ Ալեն Սիմոնյանը դա չէր ասում պաշտոնաթող նախագահներին։ Ալեն Սիմոնյանը արտահայտում էր իր երազանքները ԿՊ-ում փոփոխությունների տեսանկյունից։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը թող զգուշ լինի։ Հեռանա, դուք ձեր քաղաքական կարիերան կարող եք ասում է ձեր քաղաքական կարիերան դուք կարողանաք շարունակել, եթե Սերժ Սարգսյանը հեռանա։ Ալեն Սիմոնյանը թող իմ քաղաքական կարիերայից չանհանգստանա, թող իր բանտային կյանքից անհանգստանա։
Շնորհակալ եմ։ Ուզում եմ ձեր անձնական կարծիքը լսել, ոչ Ես դատախազ չեմ։ ժամանակն եք ընտրել փոփոխություններից 2 ամիս առաջ impeachment-ի Ես- վերաբերյալ եւ արդյոք դա հնարավոր է տեխնիկապես։ Մենք նախ նորից ասեմ, տեխնիկապես, իրավապես դա այո հնարավոր է։ Քաղաքական տեսանկյունից, ձեր հարցը նաև քաղաքական էր, որևէ հակասություն չկա impeachment-ի եւ ընտրական գործընթացի միջև։ Ես նորից եմ ասում, impeachment-ի գործընթաց հավասարազորափողոցային պայքար։ Ինչ որ մեկը համարում է, որ մտնել ընտրական գործընթաց ուժեղ, իր պահանջները պաշտպանող, իր իրավունքները պաշտպանող փողոցով վատ է։ Ես չեմ կարծում, որ այդպիսի մարդ լինի, այնպես որ ոչ, դա հակասության մեջ չի, ոչ ընտրություններին մասնակցությունը հայտարարած քաղաքական ուժերի հետ։ Դա փորձում են որոշ սադրիչներ այդպես ներկայացնել տարբեր քաղաքական ճամբարներից, ցավոք սրտի հիմնականում երկրորդ նախագահի քաղաքական ճամբարից, բայց մենք այդ սադրանքներին չենք տրվելու։ Մեր գործընթացի նպատակը համախմբումն է եւ իշխանապողությունը։ Վերջին ճեպազրեցում Սերժ Սարգսյանը ասում էր, որ անակնկալ է լինելու հաջորդ դատական նիստին։ Սրա մասին էր խոսքը։ Պատասխանել եմ, այս փուլի մասին էր։ Այս փուլի 2017 թվականին 700,000-ի կարգի թվեր եք ստացել հանրապետականներով։ Հիմա բայց որ կոչ եք անում փողոց դուրս գան, ձեր 700,000 աջակիցները փողոց դուրս չեն գալիս։ Ինչ է եղել ձեր Երկրագնդի վրա, պարոն Կիրակոսյան, այդպիսի քաղաքական ուժ կամ այդպիսի քաղաքական միավոր չկա, որը ինչքան ձայնը հավաքում ընտրություններին կամ էլեկտորալին, նույնչափ կարողանում է դուրս անել։ Այդպիսի բան գոյություն չունի։ Ես ձեր մասշտաբայնությունը եւ հնարավորությունները չունեմ, որ այդքան հեշտ ասեմ 200,000 մարդու մասին։ Գիտեք, ես այստեղ սեթևեթելու կարիք չունեմ, մաքսիմալ ոչ, մաքսիմալ այն խախտումները, որոնք եղել են, ձայնը արձանագրվել են եւ Նիկոլ Փաշինյանը այդ ընտրությունների հետ կապված հանրական դատարան չի դիմել։ Վայ, չես պատկերացնում ինչ տիպի ոչ, հաստատ, ինչ կասես կարելի է ինձ մեղադրել բացի դրան։ Ինչ վերաբերվում է ես կարող եմ սեթևեթել, փորձել խաբել եւ այլն, բացարձակ հանրապետականը ոչ։ Ես շատ հպարտ եմ իմ կուսակցական ընկերներով, որոնք այսօր կողքի պայքարում են անկախ այն բոլոր զրկանքներից, որոնք իրենց հանդեպ արվում են։ Բայց ես կարող եմ ասել ձևակերպումներ անել, որ մենք ավելի շատ մենք մաքսիմալ ինչքան կարողանում ենք եւ փողոցային պայքարի եւ միջազգայինի եւ քաղաքական պայքարի պարագայում մոբիլիզացնում ենք ու փորձում ենք ընդհանուր գործին օգուտ տալ։ Լավ կլինի, որ այդպես բավական բոլորը։ Մի հարց էլ կան, տեսեք տարբեր փուլեր են եղել։ Ստորագրություններն էին պակասում, ասում էիք ստորագրությունները հենց տան անելու ենք impeachment-ը։ Հիմա նորից նոր օրակարգ եք բերել, հիմա հելնենք փողոց, նորից ընդդիմության մյուս ուժերին քաշեք։ Հիմա ուզում եմ հասկանամ, ստորագրությունները եղան, այս դեպքում եթե իրենք չհամաձայնեցին, դուք փողոց դուրս գալու եք, թե ոչ։ Հանրապետական առանձին միայնակ դուրս գալու է, թե ոչ։ Հանրապետականը փողոցային պայքար չի դադարեցրել։ Ես նեղություն եմ ձեր ազգանունը չգիտեմ, դրա համար ազգանունով չեմ դիմում։ Հանրապետականի համար փողոցային պայքարը չի դադարել։ Երբ որ ասում եք հիմա ասում եք փողոց, ոչի սկզբանե ենք ասել փողոց։ Դուք ինչ որ քաշել բառ օգտագործեցիք։ Ես չեմ հասկանում ինչի է այս ընկալումը։ Impeachment-ը ուղղված է մի մարդու դեմ, այդ մարդու անուն ազգանունն է Նիկոլ Վովայի Փաշինյան։ Մնացած ներողություն եմ խնդրում։ Ես անձամբ ընդդիմությանը երբեք ոչ բանում չեմ մեղադրել։ Եթե կան մարդիկ, որոնք պլանավորել են Նիկոլ Վովայի Փաշինյանին պաշտպանել, ես իրանց հետ ընդհանուր անելիք չունեմ։ Ինչ վերաբերվում էր մի հատ էլ հարց կա դրասից։ Ես մեկ նույնիսկ դուք մոռացաք, որ հիշեմ պատասխանը։ Պարոն Մամիջանյան, տեսեք, ընդդիմադի բոլոր փողոցային պայքարները, որոնք եղել են 20-ից հետո, ստեյության եղել են ինչ-որ մի օրակարգ, որը իշխանությունը, այսինքն մի փուլում Արցախի հետ կապված խնդիրներ, հետո եղավ Նիկոլ Փաշինյանի նշաձողի հայտարարություն, այսինքն դրանք բոլորը հաջորդել են այն հայտարարություններին, որ արել կամ գործողություններին, որ արել է իշխանությունը։ Հիմա այս փուլում այդպիսի ինչ դուք կնշեք։ Գիտեք ինչի է այս հարցը առաջանում, հասկացել եմ հարցը։ Եվ ավարտեմ, պարոն շարունակեք։ Եվ ուզում եմ հասկանամ, ձեր գնահատմամբ ինչ է պետք է մոտիվացնի, ստիպի, դուք կարող եք ձևակերպում ընտրել մարդկանց, որ լայն զանգվածներ նախընտրական այս փուլում իսկապես դուրս գան փողոցային պայքարի։ Ուրեմն կետ առաջին վերջից սկսեմ։ Երբեք ինձանից չեք լսի, որ ես բողոքեմ, որ մարդիկ դուրս չեն գալի փողոց։ Եթե մարդիկ դուրս չեն գալի փողոց, դա մեր մեղքն է։
Հավաքական բոլոր քաղաքական ընդդիմադիր քաղաքական գործիչների։ Այդ տարբերակը ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով իշխանապողություն անել չեմ կարող, Հայաստանի քաղաքացիներին տարեք, Բելգիայի քաղաքացիներին բերեք, տեսեք ինչ եմ անում, այդ մեր դեպքում չի աշխատում։ Սա առաջին։ Երկրորդ հարցը վերաբերում էր պատճառներին։ Գիտեք ինչի է այդ հարցը առաջանում։ Այնքան շատ են այդ կայծերը, որ մեր բոլորիս ընկալիչները, զգայարանները, բթացելը լավ բառ չի, բայց էլ նույն սրությամբ չեն արձագանքում։ Դուք պատկերացնում եք մեր տարածքով անցնող տրանսպորտային հանգույցի, որը որոշ փորձագետներ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ անվանում են միջանցք, հետ կապված քննարկումները եւ բանակցությունները Բաքվում տեղի են ունենում Ամերիկայի փոխնախագահ Վենսի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ առանց մեր մասնակցության։ Թուղթ-մուղթ այնտեղ ստորագրվում, քննարկում են քանի մետր, քանի կիլոմետր պիտի լինի։ Մենք չենք մասնակցում։ Մենք նկատում ենք Հայաստան։ Հիմա դա ինքն իրանով կայծ չի։ Իհարկե կայծ է։ Հիմա չկա հանրային, ավարտեմ էլի, առավել եւս չկա հանրային ընդվզում այդ ամբողջին։ Ես շատ մեծ դժվարությամբ կփորձեմ հիշել աշխարհի պատմության մեջ որևէ փողոցային պայքար հաջողությամբ պսակված, որից մի ամիս առաջ այդ կայծը նկատելի էր։ Կան դեպքեր, որ 3 օր առաջ այդ կայծը նկատելի չէր։ Կարելի է հավերժ նստել ու ասել, գիտեք ինչ, կայծ չկա, իսկ կարելի է այդ կայծը փորձել ստեղծել։ Դրանով մենք հիմա զբաղվում ենք։ Լավ հիշեցիք։ Ընդդիմության մյուս ֆրակցիայի ստորագրությունները ձեռք բերելը տևեց 3 կամ 4 թե 2 ամիս։ Հա, բայց տվեցին, չէ՞, բաց սկսեին։ Հա, բայց տվեցին, լավ, բարձր։ Հա, 3 ամիս հետո բայց տվեցին, ճիշտ։ Չէ, ստորագրել էին, հետո ասեցիք չէ, տվեք մեկ, նորից սկսենք, խնդրում եմ էլի։ Վերլուծելով զարգացումները ստորագրել էին, դրա համար նորից ստորագրեցին։ Հնարավոր է, այսպես ասենք, հա, նաև ձեր մոտ կա այդպիսի տեսակետ, թե ոչ, նաև հանրության որոշակի շրջանում կա այսպիսի տպավորություն, որ այսօրվա ընդդիմությունը, ընդհանրապես ոչ միայն խորհրդարանական, այլ նաև արտախորհրդարանական ընդդիմության մոտ ընտրապայքարի մրցավազք է Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն աշխատելու, մի քանի մանդատ պոկելու։ Ձեր հարցին ամբողջական պատասխանը կլինի այն ժամանակ, երբ հանրապետականը վերջնական որոշում կայացնի ընտրությունների մասնակցելու հետ կապված, բայց նախագահ Սարգսյանը մի քանի օր առաջ հանրապետականի բանաձևը հստակ ձևակերպել էր։ Մեզ այդքան էլ չի հետաքրքրում որևէ այլ նպատակ, քան Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացումը։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի հեռացնել իշխանությունից, ինչ տարբերություն թե ով խորհրդարանում կլինի, բոլորս պարտավոր ենք կպնել գործի եւ այնպես անել, որպեսզի մեր երկիրը ավելի անվտանգ եւ խաղաղ լինի։ Եթե դա հանկարծ ինչ որ պատճառների եւ կեղծիքների արդյունքում չհաջողվի, ոչ իմպիչմենտով, ոչ ընտրապայքարով, ինչ էականացես դալիճումով անստացնել։ Ամիջանյանը եղեք այնպիսի ընդդիմություն ունի մի այնպիսի օրակարգ, որը նախորդ օրակարգերից, այսինքն այնպիսի մի ծրագիր, որը նախորդ ծրագրերից կտարբերվի մի բանով, որով որ կնպաստի ավելի լայն մարդիկ հանրապետականի նախ մշակած իմպիչմենտը երբևէ եղած օրակարգերից տարբերվում է նրանով, որ A կետից մինչև B կետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը կամ ներգործությունը զրոյական է։ Դա հնարավոր է իրագործել առանց կախված լինելու իր հրաժարականներից, արտահերթ հերթական ընտրություններից, ընտրությունները նորմալ անցկացնել թե կեղծելուց, ինքը այդտեղ զրո դերակատարում ունի։ 1, երկրորդ, փողոց հանելու առումով, թե օրակարգի մակարդակով եւ թե տեխնիկական մակարդակով առկա են բազմաթիվ նոր լուծումներ, որոնք մենք ուրախ կլինենք ի նպաստ դնել, որոնք մենք նենց չգիտեինք, չէինք օգտագործել։ Սովորում ենք ընթացքում։ Պարոն Մամեջանյան, ինչ որ տեղից կռիվ անելու, որ այս հարցը չտայինք։ Կարճ է։ Ինչ որ տեղից քայլելով կգաք, վրաններ կդնեք, փողոցներ, ինչ ֆորմատները կհրապարակենք իմանանք։ Պարոն Սարգսյանը հնարավոր է գալու է փողոց։ Նախագահ Սարգսյանը չեմ կարող նույնիսկ թվարկել, թե քանի փողոցային ակցիաների է մասնակցել եւ ցույցերի հարցը ռելևանտ չի։ Պարոն Մամեջյան, քանի որ ձգձգվում է ձեր մասնակցությունը ընտրություններին հայտնելու այդ հայտարարությունը։ Չի ձգձգվում։ Չէ, դեռ չեք հայտնել, շատերը հայտնել են, դուք չեք հայտնել։ Հնարավոր է դուք գնահատել եք ձեր շանսերը, հասկացել եք, որ ապագա խորհրդարանում շանսերը քիչ են եւ հիմա իմպիչմենտը նորից վերարտադրել։ Մենք գնահատել ենք մեր շանսերը եւ վստահ ենք, որ մեր ընտրություններին մասնակցելու պարագայում հավաքած տոկոսը անցողիկ է։
Եվ պարոն Մամեջանյան կնեք մեկարդել առաջին նախագահի առաջարկի շուրջ հանրապետականում քննարկում եղել է, թե չէ նա առաջարկում էր բոլորին միավորվել Սամվել Կարապետյանի շուրջ, նշելով, որ նա ինքնաբավ է եւ կարող է փրկել ազգը։ Իմ խորին հարգանքով նախագահ Տեր-Պետրոսյանի հանդեպ այդ հայտարարությունը ես ավելի շատ ընկալել եմ որպես գնահատական, քան որևէ առաջարկ, որովհետև նախագահ Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրես քաղաքական միավորը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրությունների։ Ուստի նորից խորին հարգանքով նախագահ Տեր-Պետրոսյանի հանդեպ իր այդ հայտարարությունը ես ընկալել եմ որպես գնահատական, այլ ոչ թե կոնկրետ առաջարկ։ Շնորհակալ եմ։